Մարդկանց առաջ մեղքերի խոստովանությունը կիրառվել է դեռևս Մովսիսական շրջանում և այս մասին վկայություններ կան Աստվածաշնչում, իսկ ինչ կարևոր տեղեկություններ կան անհատական խոստովանության մասին։ Այսպես կանոնագիր քայլություն գրված է, որ մինչև 15 տարեկանը գործած մեղքերը ինքնաբերաբար ջնջվում են որպես մանկության ու անգիտության շրջանում գործվածներ։ Խոստովանությանը պետք է նախապես պատրաստվել, խոկալով գործված մեղքերի շուրջ։ Մեղքերը խոստովանելիս պետք է խուսափել շատախոսությունից ու դատարկաբանությունից, ինքնաարդարացումից ու ուրիշների մեղքերը բացահայտելուց։ Եթե մեկը ինչ-որ մեղք խոստովանում է դարձյալ նույնը գործելու մտադրությամբ, նշանակում է նրա զղջումը անկեղծ չէ, ուստի այսպիսի խոստովանությունը ընդունելի չէ։ Եթե խոստովանած մեղքը նորից է գործում, դարձյալ պետք է խոստովանել։ Ամոթը պատճառ չպետք է դառնա մեղքերի խոստովանությունից խուսափելու համար։ Ըստ եկեղեցական օրենքի, խոստովանողի մեղքը ուրիշին հայտնելը մեծ հանցանք է, և այն գործող քահանան ենթակա է կարգալուծության, իսկ խոստովանության գաղտնիությունը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության օրենքներով։